8-րդ տարին է, որ իրենք իշխանության են, էլի 8 տարի են ուզում, հա։ Շատ լավ մարտավարություն է, գիտեք, այս 8 տարվա մեջ դե սկսել ենք, մի 8 տարի էլ թողեք, հետո էլի մի 8 տարի, ու տենց կարող է էլի հանկարծ մի բան լինի։ Ասում է Թալանը միտեղ դրած չէ, որ մենք գնանք վերցնենք տարբեր տեղերը, երկրից դուրս են հանել, տարբեր մարդկանց անուններով են գրել։ Նայեք, եթե դու ունես փաստ, որ դա Թալան է, դատանը դա կֆիքսի։ Եթե դու չունես, ասում ես, այ պետքա գտնենք, այդեր պետքա հիմնավորենք, նշանակա պետքա բերանդ փակես եւ ասես կա կասկած։ Քննում ենք։ Բայց հենց խոսում ես, գիտես, անմեղության կանխավարկածի մասին, լավ, ինչ են անում, չէ՞, սենց Ալեքսանդր Մատրոսովի նման սենց ամբողջ մամուլով ընկնում են միկրոֆոնի վրա։ Բայց եթե կա փաստ, ուրեմն այդ փաստը պետք է ապացուցվի։ Դատարանը պետք է վերդիկտ տա, որոշում պետք է լինի։ Հալապես ասում են դատախազությունը մեղադրանք է ներկայացրել։ Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականն էր, քաղաքական նշանակում էր։ Դատախազը դատարան չի, անկախ նրանից թե դատական համակարգի մասին ով ինչ կարծիք ունի, վերջը վերջո վերջնական որոշման իրավունքը տրված է դատարանի։